Համասին գիտեմ ես համագարկը, որ այդ օրինակը բերելով հիմա ձեզ մի հատ օրինակ մի տամ, որը շշմես ցուցիչ է, բայց ես դա Ֆրանսիայից գիտեի, բազապես ապրեցի էստա։ Եվ որ դարիներ անցան, ամեն ինչ վերջացավ, ես արդեն Հայաստան եմ, Հայաստանից ես 91-ի նոյեմբերին գնացի Արցախ, Շահումյանի շրջան, որտեղից հետո Շահումյանի անցումից հետո իջանք Մարտակերտ, ես 4.5 տարի եղել եմ Արցախում մշտական, Լեոնիդ Ազգալդյանը իմ հրամանատարն եղել, իրեն եմ շատ մոտիկից ճանաչել, շշմելու մարդ էր ինքը, ու հենց այդ ժամանակաշրջանում Մարտակերտ 92-ի երևի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ու ռադիոյով ինձ են կանչում, որ շտաբ պետք է Ստեփանագերտ մեկնեմ, շտաբում ասում են, ես ինչ բանում ֆրանսացիներ են եկել, մի հատ տվագ է իրենց պատասխանալուն, ասում են քեզ լավ է ճանաչում, քեզ հետ ուզում է հանդիպի։ Ես գելա գնացի այդտեղ, այդ ժամանակ կար Կարմիր խաչի նման մի հատ տեղ, ուրեմն բժիշկներ առանց սահմանի գազագերբություն, Médecins Sans Frontières, ու այդտեղ ես տեսնում եմ իմ 10-երոջը Էրիկին։ Այ մարդ 16 տարեկանից գիտեմ, փաթաթվում ողջակորում եմ, ասում եմ, ինչ ես տեղ գորած մոլորած ելար հասեր եստեղ, ասում եմ, քեզ գարոդել էի, ասում եմ, թող, դու գարոդի համար դեղից չես շարժվի, ասում եմ, արի խոսերիք բան կա, ուրեմն գնում ենք իրենց կետը, ես իրենց կետն աչեմ տեսել, Ստեփանագերտ, այդ բժիշկներ առանց սահմանի, այն մարդ դեղ ունի, անգողին ունի, մանգողին ունի, ասում եմ, 8 օգանոց դելեգացիոն Սարգիս էստեղ, ասում եմ, ասում եմ, մեզնից ոչ մեկը ինչ բժիշկ է, ինչ ալ բուժքույր, ասում եմ, հա, ես կոնե գիտեմ, որ էջ կապ չունես առողջ ամբատյան համագարկի իմ տասարարից է դվա, և ասում է, ինչ ես կարծում, ինչ կլինի ես Արցախի հարցը, ասում մենք հաղթենք, կմտնենք Բաքու, դու էլ կտեսնես դա, ասես, հա, հետո ինչ կլինի, ասում հետո կլինի այդ, որ մենք ազատ աշխարհ կունենանք, ասում է հետո ասում եմ ինչ ուզում ասել, հետո ասում եմ կդադարգվի, կմնեմ Բաբուլյանները, որ հարցանում եք այդտեղ դադիկ բաբիկ, կգնաս դու գողտերնին կդարվես, 1000 անգամ դու փոշմանես, որ այսքան քրդին գարունես տապել, սա 92 թվականի աշնան, դա ինձ ասածները։ Ասում եմ դուք ձեզ կգոդորեք Արցախ, Հայաստանը բլոկադայի կենթարկվի, կդադարգվի լրիվ, առնակամ կանեն, ձեզ ու գասեն էս էր ձեր ուզած Արցախ, հիմա դեսեք գնացենք գերեք ձեր Արցախ ճաշի։ Ասեցի դու սխալվում ես, այդպես չի լինի։ Սա մեզ համար ամենավերելքի ժամկետն է, մենք հասել ենք կուլմինացիոն ետի, մենք հիմա Արարատի քակատն ենք, 5185 և մեր թրոշակը տնգում ենք, ասես դուք այդպես ռոմանտիկ կապրեք աղբեր, ու այդ ռոմանտիզմը կսատկեք բոլորից։ Դրա համար ասես աշխարհի բոլոր գետերում եք, բայց խելուճ գրակ, չեք կարողանում այստեղ մի հատ զինվորի, Կուբայի և Կոշիկի հարցը լուծել, և ինքը ճիշտ էր այդ ամբողջը։ Ասես Սարգիս Տուն ուազով է դար, ես տեսա, կեզի բադուանով, ռազմական կարդես ունես, ասել ունեմ, ասես կարող եմ նայից, դե ռազմական կարդեսն ես ընդ զալլված ռուսերեն կարդեսներ են, չէ, բոլոր կարդեսներ, ոնց է խնդում, փորը պրնած խնդում, ասում, ինչ կա, ասում, էշ է, արա, մենք սրանից 10 անգամ ավելի լավը ունենք, 3 ամիս ես սրա վրա ասում աշխատանք եմ դարել ինքս, ինչպես, մենք դեստեղ եկել ենք հատուկ նպատակով, իգեր, քանի որ 15-երս ես, քեզ խապել չի լինի։ Ասում են, ճիշտ մեր նման մի հատ խումբ հիմա այդտեղ խրամատից մյուս ազերբայջանցիների մոտ։ Հասկացար։ Եվ մենք այսպես Վրաստան, Իրան, Շրի Լանկա եւ ամենտեղ։ Մենք պետք է իմանանք աշխարհի որ գետում ինչ է լինում, ինչ է ուժերի հարաբերությունները, դրանից ինչ օգուտ, ինչ վնաս, ինչպես եւ այլն եւ այլն։ Քանի որ ասում եմ, մենք Արցախ նախքան գալը ուսումնասիրել ենք տարածքը, հիմա ասում է երևի դու Մարտակերտի շրջանն ես, չէ ինչքան ժամանակ ես կան։ Մեզ ավելի շատ ինֆորմացված են Մարտակերտի գյուղերի մասին, խաղ ժամանակ, հիմակվա ժամանակ, քան դու պատկերացնում ես դու այդտեղ ես ապրում։ Ասի պատկերացնում եմ։ Ասում է դու հասկանում ես, չէ՞ մենք դա ինչու ենք անում։ Ասում եմ հասկանում եմ։ Ասում եմ մենք ստիպված ենք դա անել, մենք ուրիշ ճար չունենք։ Հասկացար։ Իրոք ուրիշ ճար մենք չունենք։ Հիմա Իսրայելում ասում է լցվել են Ադրբեջանից եկած հրեաները։ Ինքնացում, Վրաստանից եկած հրեաները, Սովետը փլուզված է։ Ուրեմն Շարանսկի անունով մարդ կա, գիտես, կուսակցությունն է, որ ինքն է որոշում, Սյան այդքան որտեղ տրավ, կտալ ասում ես, ռուսա-հրեական դիասպորա, իրենց սպիսքը, որոշիչ թեր ունի, Իսրայելի քաղաքականության մեջ, շատ լուրջ թեր ունի, ամենամեջտեղում է մարդը, որ յան թեպում է, դյանը մեղցում են դրությունները, ոչ խնդիր չի կա։
Ռուսաստանի հրյանները ոնց որ դուք բոլորդ էլի ոչ մի տարբերություն մտածել իմացող հատվածը ասին սովետը որ ապրել է 70 տարվա սովետը չէ շատ էական բան է հոմոսովետիկուս սված բանը ոնց որ մեկ մեքենա լինել է ասած չէ կառուցված այստեղ բոլորը ինժեներական միտքի զարգացում ապրել է դուք ձեր բոլորդ էլի պոլիտեխնիկ ֆիզիկա բան չէ դրա համար գիտության ոլորտում այդքան զարգացած բան է դրել եւ պատկերացրու դրա հրյա դեսան այսինքն ոչ թե ռուս խմող այլ հրյա ինչ է աստիճանը ասում է այդքան խաժամուժ է անհասկանալի մենք հիմա եկել ենք այս տարածքը մետր քառակուսի իմանալ ասում է իրենց տված ռապորտները մեզ չի բավարարում հա մենք պետք է մեր աչքով տեսնենք դες հիմա լսի դու ինչ-որ աստիճաններ ունես ստեղ եդար հասել ես չի ասում ես Սարգիս ես քեզ մի հատ բան եմ ուզում հասկանալ դու սրանցից լավ ես ասում եմ հա բոլորին լավ գիտեմ ասում են այս տղան Սամվել Բաբայանի մասին ավտո լուծող է ճիշտ է սա այս տղան ավտո է լուծում մոյկա Սամվել Բաբայանը ասում եմ հիմա գեներալ է ասում եմ հա հիմա գեներալ է ասում եմ 29 տարեկան է պատկերացնում ես ասում եմ 29 տարեկան մարդ գեներալ լինի ասում եմ հա ինչու ասում եմ Բերլին մտնող շարասյունը մեր 89-րդ դիվիզիոն Նվեր Սաֆարյան 30 տարեկանում գեներալ կնդամել էր արդեն եւ 3700 կիլոմետր միան հաղթանակով դարավ Պաշտպանական չէ դա մեր մոտ նորմալ է ես այդ տղան ասի Վանեցի Արջեշից մի հատ որ տղա էր 7 տարեկան եւ որ մնացել էլի ցեղասպանության արդյունքում եւ ոտկով մամայի հետ հասել էր Էջմիածնի Բադերի դակ եւ այլն մեր մոտ դա ստացվում այո ասում է ստացվում է ձեր մոտ ոնց որ դու ես ստացվում բայց ձեր մոտ համագարկը չի ստացվում չեք կարողանում համագարկ բանալ ասի կստացվի կտեսնես մեր մոտ չի ասես Սարգիս չի ստացվի դուք այդ ձեր ռոմանտիզմով ցես կսպաննեք ինչ բան չեք հասցնի դուք ռոմանտիկ սիրուն ռոբինուդներ եք աշխարհի բոլոր վայրերում եւ ոչինչ չի ստացվի եւ երբ որ Արցախի բանակը կառուցվել էր ես Էրիկին զանգել ասել եմ դկաս կնայես բանակը այստեղ է որ դու կտեսնես իրան հիմա մեր մոտ այս ավտոլուծողից հաղթանակ դանողը ստացվում է չէ ստացվեց Սամվել Բաբայանով եւ մնացածով ես դրանք ճանաչել եմ բոլորի մեկ առմետ եւ մենք հաղթանակեցինք մենք 176,000 ենք Արցախում հիմա մոտավորապես 90,000 ես նոր Արցախից եմ գալիս մի մեծ խումբով գնացել եմ այդտեղ այդտեղից եմ գալիս գյուղեր գնացի Մարտակերտ իմ շրջանից միան ձեր էր փոքրիկ երեխա աշխատող ոչ մի մարդ աշխատող չի գա երիտասարդ չի գա բոլորը չիտաներից չգիտեմ սիբիրներ ապրում են Էրիկը ճիշտ դուրս եկավ հա մենք այդտեղ 3-4 դասած մարդ իրեն հոր Բոստանի նման Արցախը վերցրել իր կրբանը որ Արցախը իմն է ես ինչ ուզեմ այդ կանեմ այս մարդը Մոսկվայում Արցախ չի կարողանում գալ հասկացա այսպես շարունակ հիմա որտեղից որտեղ անցան դարերներ ես ազգային քրատարանում մի հատ նյութ եմ մանգալիս նյութ մանգալուց գտնում եմ Մենախեմ Բեգինի հարցազրույցը Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգին 1985 թիվ հարցազրույց դեռ Արցախյան շարժում չի գա սովետում Մենախեմ Բեգինը ռուս լրագրողին ասում է Լեռնային Ղարաբաղը հրեական հող է դա մեր սրբության սրբոցն է մեր գորիզն է եւ դա ինչ հայերեն է պատկանում ինչ ադրբեջանցիներն ես ունեմ ռուսերենը հայերենը լինկով բանով ցանցվածին ուղղակի պրոբլեմ չի գա թերմալ ունեմ Հայաստանում է դա բակրվել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուրեմն Հանրապետական անունով թերթ Աշոտ Նավասարդյանը օրը 92-ին դբակրվել է սոտվածը թարգմանաբար սովետեսնիկ է ինչ է մի հատ թերթը չէ այդ թերթում ռուսերեն է դա այդ նույն հոդվածի հիշացել եմ շշմած եմ չի կարող բանը ես բան ես որտեղ ծեր այլն ազգային քրատարան ես կանգնած եմ այդտեղ հարազատ այդ ասես ինչ եղա սիրսի դու սրանց դերի ես ասես չի գարտած ասես ვა սրանք հիմա այստեղի վրա են աչք դրել ասի հա երևի եթե մարդը վարչապետ անով ասում է ուրեմն ինչ որ բան է սրանք իրենց մոտ ոչ մի բան հենց այդպես չի ոչ մի բան դուք չկարծեք որ որևէ հայտարարություն, որևէ ռեպլիկ, որևէ բան, մեկի դե 1000 մշակումով անցնելուց մաղվելուց հետո նոր բերանից դուրս է գալիս։ Իրենք հենց այդպես ոչ բան չեն, չկա իրենց մոտ չհաշվարկված անհետեթ իրավիճակ։ Հիմա որտեղից որտեղ։ Ես հիմա դուն եկա, կնոջս ասում եմ, ես քեզ չի ասում, իրենք ես Հայաստանը ուզում են ուրիշ բանի համար, ես Հայաստանը իրենց պետք է։
ասում եմ, ինչին է պետք իրենց, ասում եմ, մենք չգիտենք, բայց իրենք գիտեն։ Այդ իմ գնոջս ասած ժողովուրդ, շատ ճիշտ է։ Մենք մի բան կա, որը չգիտենք, բայց իրենք գիտեն։ Հենց երևի մեր այդ չիմանալն է մեզ հղել է այստեղ բաղում, չգիտեմ, իներցիայով։ Եթե մենք իմանանք այդ ինչ որ իրենք գիտեն, որ իրենց այս շրջանը պետք է, ինչու է պետք, երևի աշխարհի ճակատագիրը կփոխվի, ես այդպես եմ կարծում, էլի։ Սա բարձրապես իմ մոտ ես ինքս ինձ հարց եմ տալիս։ Ու մենք այդքան այս իմաստով անուս ենք, չգիտենք էլի, որ ոնց կարող ենք չիմանալ։ Մենք աշխարհի ամենահնագույն ժողովուրդ 12000 տարվա պատմություն, լեզու, ինչ ասես, այսինքն չի այդպիսի բան, որ մենք չիմանանք։ Աշխարհի ամենահինը լինելով նաև աշխարհի վկան ենք մենք։ Այսինքն վկայել ենք ամեն ինչին, անցուդարձի, չէ՞։ Ինչ պիտի լինի մի բան, որը մենք չգիտենք, որ իրենք գիտեն։ Այս տարածքի մասին եմ ես խոսում, քանի որ մենք ենք, սա մեր բնօրրանն է։ Հիմա մեր բնօրրանը մի հատվածում ենք գտնում։ Երևի մեր սերունդը կամ մեզնից հետո եկողները պիտի աշխատեն, որ հասկանան, որ այդ ինչ է, որ այսքան արժեքավոր է, որ իրենք այստեղ են իրենց աչքը դրել։ Այսինքն մի բան կա այստեղ։ Այդ բան չի կա։ Հիմա այդ Էրիկի այստեղ գալուց հետո ինքն ինձ ասեց անցավ մի 3-4 ամիս, իրենք ես Երևանի շրջանում մի հատ մեծ շենք են վարձակալել 4 արգանի, լրիվ այդ բժիշկները մեջ լուծվել են, արդեն այդ համագարկը լրիվ աշխատած վիճակով, ասեց ինձ հրանկավորված է, ես մի հատ հայ աղջկա հետ պետք է ամուսնանամ, այդ Էրիկի մասին է խոսում։ Ասեց հետո ես այս Գովգասի շրջանի հետ կապված իմ պետական ստրուկտուրայում դեղ պիտի սպատեսնեմ։ Ուրեմն այդ Էրիկը հիմա Իսրայել պետության Կովկասյան տարածաշրջանի լավագույն գիտակներից է, լավագույն։ Այդ մենք ունենք իբր Կովկասագետ, չէ, որ սվաններին գիտեն, ուգիներին գիտեն, թարիշներին գիտեն, սրան նրան գիտեն, չէ։ Երևի չգիտեն այդքան ինչքան այդ դղան եւ իր այդ աշխատած համագարկը գիտի։ Եվ ես ուզեցի հասկանալ, որ ինչ է մարդու դեղը, ժեգի բեդը ինչ է մեր մոտ, մոտավորապես այդ կարգավիճակում է Էրիկը, պատկերացրեք, այսինքն Էրիկ, որ այդքան գիտելիքով, չէ, ասեն մեր մոտ լիներ երևի ամիշապես դրան չգիտեմ ինչ կանեն, էլ այդանց, այդքան ցածր մագարտակի մի դեղում է, դու հիմա պատկերացրու դրանց այդ բարձր մագարտակի մարդը ինչ է։ Ես Էրիկից օրինակ եմ տալիս։ Էրիկը այստեղ հենց այդ Երևանի տղամասից մի հատ այդ ժամանակ հենց այդ փուշկույրություն սովորող Աննա աղջիկ էր ամուսնացավ, հիմա 3 հատ երեխաներ են, ապրում են Իսրայել։ Աղջիկը արդեն լրիվ ծառայում է այդ համագարկին, լրիվ այստեղ մաման բաբան գալիս է եւ այլն սանա։ Հիմա իրենց մոտ երկրորդ համագարկը որ կա, որը կորձում է, իմեդը կոնկրետ եղած, ուրեմն իրենք անպայման պետք է այլազգի հետ ամուսնանան։ Այդպիսի բան է, իրենք չեն կարող իրանցից մարդու հետ ամուսնանալ, աղջիկների մասին է խոսքը։ Որովհետև իրենց մոտ մայր իշխանություն է, ոնց որ մեր մոտ Ղարաբաղում, Արցախում մայր իշխանություն է, բարեբախտաբար, դա շատ բարեբեր բան է մայր իշխանությունը։ Ու մայրն է դաստիարակում երեխային, ինչպես մայրը իրեն ռեսերի վրա դրավ, այդ գնացքը այդպես ալ կգնա, չէ՞։ Մայր, մորից ավելի էլ ինչ սրբություն։ Հիմա ինձ մոտ ոչ կարևոր չէ, ամուսինը ֆրանսացի է, ռուս է, ուկրաինացի է, գերմանացի է, իսլանդացի է, որևէ թքազում այսին դրա վրա։ Դա այդ կամոր մի հատ պլուս է, ֆրանսացի ուրեմն ֆրանսիայի պատմամշակութային արժեք է, այդ եւ այլն, բայց ինքը Իրանը անում է։ Դրա համար Գարիկ Կասպարովին գիտեք, չէ՞, իրենք երբեք դեռ չեն անում, որովհետև Գարիկ Կասպարովի հայրն է դրի, մայրը հայուի է, չէ՞։ Ու մենք իրեն հայ ենք հաշվում, բայց իրենք երբեք դրան հրեա չեն հաշվում, երբեք։ Իրենք որ ասում են գադաղում են, իրենք խելացի հետ միշտ պրոբլեմ են ունենում, խելք ունեցողի հետ պրոբլեմն է իրենց մոտ։ Որտեղ որ իրենք որևէ համայնքում տեսնում են, որ մեկը խելացի է, դրա հարցերը պետք է լուծեն, որովհետև խելոքից իրենք վախենում են։ Խելոքը իրենց համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում, անխելքը ինչ խնդիր չկա։ Ոնց ուզես կդանես, կբերես եւ այլն եւ այլն։